կխնդրեի ներկայանալ եւ ներկայացնել այսօր ինչ պահանջով եք Հանրապետության հրապարակում կառավարության շենքի դիմաց գտնվում։ Հարգելի Օրագիր Նյուզի ներկայացուցիչ, նախ շնորհակալություն եմ, որ դուք այստեղ եք։ Մեր մնացած որպես ինքս նախկին լրագրող իրավաբան, այնպես է զարմանում եմ, որ Արտուր Օսիպյանի քաղբանտարկյալի այնպես է երեք տեղեկացրել ենք, բայց ներկա չեն։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն երկրորդ օրն է, Ազատություն քաղբանտարկյալ Արտուր Օսիպյանին խորագրով հանդես են գալի, այս պայծառությամբ նախ ներկանամ, ես հանդիսանում եմ Արատավան հայրենասիրական բարեգործական իրավապաշտպան եւ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ, ինչպես նաեւ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ եւ հիմնադիրը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պատրաստել ենք զեկույց, որը հանձնելու ենք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որին է միացել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, որը կցանկանայի ընթերցել եւ ներկայացնել ձեզ։ Հարգելի Տիկին Մանասյան, սույն գրությամբ, որպես Մարդու իրավունքների պաշտպանության լիազոր մարմին, խնդրում ենք իրականացնել անհապաղ եւ համապարփակ ուսումնասիրություն կապված կալանավորված քաղաքական ակտիվիստ Արտուր Օսիպյանի գործի հետ, ով ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ եւ հայտարարել է հացադուլ։ Գործի վերաբերյալ առկա են լուրջ հիմնավորված մտահոգություններ, որ տվյալ քրեական հետապնդման եւ կալանքի գործընթացում հնարավոր է տեղի ունեցած լինեն մարդու հիմնարար իրավունքների խախտումներ, ինչպես նաեւ իշխանության հնարավոր չարաշահման կամ քաղաքական մոտիվացիայի տարեց։ Մասնավորապես առկա են մտահոգություններ, որ խախտվել են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված եւ հետավյալ հիմնարար իրավունքները։ Խոսքի ազատության իրավունք հոդված 10 Եվրոպական կոնվենցիայի, ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք հոդված 5, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից պաշտպանության իրավունք հոդված 3։ Հաշվի առնելով, որ քաղաքական ակտիվիստ Արտուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ, առկա է նրա առողջության եւ կյանքի նկատմամբ ուղղակի իրական վտանգ, ինչը պետության վրա դնում է բարձրացված դրական պարտավորություն ապահովելու նրա կյանքի եւ առողջության եւ արժանապատի վերաբերմունքի լիարժեք պաշտպանությունը։ Վերագրյալի հիման վրա խնդրում եւ պահանջում ենք իրականացնել գործի անապահ ուսումնասիրություն մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում, ապահովել այց եւ մշտադիտարկում պահպանման վայրում, գնահատել կիրառված խափանամիջոցի իրավաչափությունն ու համաչափությունը, ուսումնասիրել հնարավոր քաղաքական հետապնդման կամ կամայական հետապնդման տարրերի առկայությունը եւ ձեռնարկել ձեր իրավասությունների շրջանակում անհրաժեշտ բոլոր միջոցները։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն հարցի նկատմամբ անգործության, անբավարար արձագանքի կամ կողմնակալ մոտեցման դրսևորման դեպքում մենք ստիպված կլինենք դիմել միջազգային ժողովրդավար գործընկերների եւ համապատասխան միջազգային իրավապաշտպան կառույցներին, խնդրի միջազգային գնահատման եւ վերահսկողության ապահովման նպատակով եւ բողոքի նոտա հղելու Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան կառույցներին։ Այս հայտարարությանն է միացել Հայաստանի Հանրապետության Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը եւ Արատավան հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Սարգսյանը եւ որպես պաշտոնական զեկույցի ներկայացուցիչ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ։ Այսօր եք սկսել ակցիան։ Ոչ երեկվանից։ Հարգելի հայրենակիցներ, եւս ուզում եմ մեկ կարևոր հայտարարություն անել։ Հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը չի մասնակցում քաղաքական այս թատրոնի եւ կրկեսին եւ ամենայն դժգոհությամբ, ինչպես որ 2023-ից 2024 թվականներին կանգնած են 35,000-ից ավելի Արցախից տեղահանվածների դիմումներ ընդունելով եւ այս կառավարության հետ դառնալով հակառակող եւ թշնաման եւ ատելություն քարոզտանելով մեր դեմ համացանցի միջոցով, թե ֆեյքերի, թե տարբեր
Մինչև վերջ մենք կանգնելու ենք ցանկացած հայ մարդու կողքին, քանի որ ինձ համար որպես միջազգային իրավագետ մարդը բարձրագույն արժեք է։ Դա կլինի լրագրող, թե որևիցե քաղաքացի, իմ համար տարբերություն չկա, բոլորը ինձ համար հավասար են։ Քանի որ ես ինքս լինելով 44 օրյա պատերազմում Արցախի ազգային անմահացած հերոս հրամանատար 18-րդ դիվիզիայի Սերգեյ Շաքարյանի զինվոր եւ մասնակից, իմ պարտն եմ համարում, իմ ծառայությունն եմ համարում կանգնել 3 միլիոն հայ ժողովրդի, ինչպես նաեւ Սփյուռքում գտնվող հայրենակիցների կողքին։ Մենք դեմ ենք թե նախկիններին, թե ներկաներին, քանի որ 8 տարի շարունակ այս իշխանությունները, նախկինները, բայց որևիցե մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Ոչ դատական համակարգը բարեփոխվեց, ոչ որևիցե պետական կառույցում իրականացվեց առողջ քաղաքականություն։